Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում եւ կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական եւ զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսը եւ Թիֆլիսը, արևմտահայության եւ արևելահայության մշակութային, քաղաքական եւ ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաեւ Զմյուրնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։ 1890-ական թվականների Համիդյան ջարդերի անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից, այս անգամ նաև դեպի հյուսիսային եւ հարավային Ամերիկա։ Իսկ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը դարձավ հայկական սփյուռքի ձևավորման ամենաէական գործոնը։ Հրաշքով փրկված 100 հազարավոր հայեր հաստատվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Օտար միջավայրում հաստատված հայության համար ֆիզիկական գոյության պահպանումից զատ կարևոր էր ազգային ինքնության, լեզվի, մշակույթի պահպանումը։ Օտար միջավայրում հայերի հայ պահելու գործում անգնահատելի դերակատարություն ունեցան այն նշանավոր հայ մտավորականները, ովքեր հատկապես 1920-ական թվականներից Հայաստանի առաջին հանրապետության կործանումից հետո հաստատվելով Սփյուռքում ստեղծեցին ազգային հոգևոր, կրթական, մշակութային, սպորտային, երիտասարդական ու բազմապիսի այլ հայկական կազմակերպություններ, որոնց հիմնական խնդիրը հայապահպանությունն էր։ Այս գործում անուրանալի դերակատարություն ունեցան հայկական ավանդական կուսակցությունները եւ իհարկե հայոց եկեղեցին։ Անուրանալի էր ինչպես հայկական, այնպես էլ միջազգային այլ բարեգործական կազմակերպությունների, ֆոնդերի եւ անհատների դերը, ովքեր նվիրատվությունների շնորհիվ առ այսօր իրենց մեծագույն նպաստն են բերում Սփյուռքում հայապահպանության գործին։ Արդյունքում հայկական Սփյուռքը ստեղծել է հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ եւ լրատվամիջոցներ։ Բազմաթիվ սփյուռքահայեր դարձել են համաշխարհային դեմքեր արվեստի, գիտության, քաղաքականության, բիզնեսի եւ այլ ոլորտներում։ Սփյուռքահայերն անգնահատելի մասնակցություն ունեցան նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ 18500 եւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի շուրջ 10000 հայազգի քաղաքացիներ նշված երկրների զինված ուժերում մարտնչել են ֆաշիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների դեմ։ Իսկ վերջինների կողմից գրավված Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում եւ այլ երկրներում տեղի հայությունը մասնակցել է նաեւ դիմադրության զինված պայքարին։ Այդ տարիներին սփյուռքահայությունը կազմակերպել է նաև հատուկ հանգանակություններ Խորհրդային Միության օգտին, որոնց կարևոր արդյունքներից էր Սասունցի Դավիթ տանկային շարասյան ստեղծումը։ Հատկանշական է, որ խորհրդային իշխանության տարիներին թե պաշտոնական եւ թե գիտական հրապարակումներում խոսելով ԽՍՀՄ տարածքում խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի մասին երբեք չէր կիրառվում սփյուռք հասկացությունը։ Այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ հայերը, այդ թվում եւ խորհրդային Հայաստանում բնակվող, որպես խորհրդային Միության լիիրավ քաղաքացիներ, բաղկացուցիչ մասն են պատմական նոր հանրության խորհրդային ժողովրդի։ Այդ մոտեցումն այնքան խորն էր արմատավորվել հասարակական գիտակցության մեջ, որ Հայաստանի անկախացումից հետո էլ հայաստանյան ամենատարբեր հրապարակումներում լայն տարածում գտավ ներքին սփյուռք ոչ գիտական բնորոշումը։ Խորհրդային շրջանից հետո եւ հատկապես 1990-ականներին Հայաստանի տնտեսական ու քաղաքական դժվարությունները եւս նոր արտագաղթի ալիք առաջացրին։ Համաձայն միավորված ազգերի կազմակերպության տվյալների 2015 թվականի դրությամբ 940,000 մարդ, ով ծնվել է Հայաստանի տարածքում, այժմ ապրում է այլ երկրներում։ Այդ թվի հարաբերակցությունը ներկայիս ընդհանուր բնակչության վերաբերյալ 4-րդ ամենաբարձրն է ամբողջ աշխարհում, գերազանցելով նույնիսկ Սիրիայի տվյալները։ Հետաքրքիր է, որ այդ հարաբերակցության թիվը մնացել է գրեթե անփոփոխ 1990-ից մինչև 2015 թվական։ Այսօր հայերը սփռված են ավելի քան 100 երկրներում։ Ամենախոշոր համայնքները գտնվում են Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արգենտինայում։
Ամենախոշոր համայնքները՝ Ռուսաստան, ապրում է մոտ 2.5 միլիոն հայ։ Ամենամեծ սփյուռքահայ համայնքն է, տնտեսական եւ աշխատուժային միգրացիա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապրում է մոտ 1.5 միլիոն հայ։ Հիմնական կենտրոնը Կալիֆոռնիա, ուժեղ քաղաքական լոբինգ, կրթական կառույցներ։ Ֆրանսիա, ապրում է մոտ 600,000 հայ, լավ կազմակերպված, ուժեղ պետական ինտեգրում, մշակութային ազդեցիկ ներկայություն։ Իրան, ապրում է մոտ 100-ից 150,000 հայ, հին կայուն համայնք է, լեզվի եւ ինքնության բարձր պահպանմամբ։ Մերձավոր Արևելք, Լիբանան, Սիրիա, ապրում է մոտ 300-ից 400,000 հայ, ավանդական սփյուռք, որի թվաքանակը նվազում է, ուժեղ կրթական եւ կուսակցական համակարգեր։ Լատինական Ամերիկա, Արգենտինա, Ուրուգվայ, ապրում է մոտ 200,000 հայ, բարձր ինքնագիտակցություն, սահմանափակ տնտեսական ազդեցություն, հայոց լեզվի պահպանման խնդիր։ Հայաստանի անկախացումից հետո հայրենիք սփյուռք հարաբերությունները թևակոխեցին որակական նոր փուլ։ Հայրենիք վերադարձան կամ վերահիմնադրվեցին ազգային մի շարք կազմակերպություններ։ Քաղաքական գործունեությունը վերականգնեցին հայ ավանդական կուսակցությունները, որոնցից հայ հեղափոխական դաշնակցությունը նույնիսկ իր ընդհանուր ժողովում ընդունեց «Դեպի երկիր» կարգախոսը, կոչ անելով սփյուռքահայությանը վերադառնալ եւ բնակություն հաստատել անկախ Հայաստանում։ Աշխարհասփյուռ հայությունը մեծագույն տարաբնույթ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Սփյուռքն անմասն չմնաց նաև հանուն Արցախի ազատության մղված պատերազմում, ինչպես նաև հետագայում Արցախի հանրապետության վերաշինման գործում։ Այսօր էլ Սփյուռքի տարբեր անհատներ եւ կազմակերպություններ տարատեսակ աջակցություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված հայությանը։ Առհասարակ, Սփյուռքը կարևոր դեր ունի նաև Հայաստանի նկատմամբ աջակցության գործում, ներդրումների, բարեգործության, կրթության եւ ազգային հարցերի պաշտպանության տեսանկյունից, իսկ որոշ սփյուռքահայեր հայրենիքին մատուցած բարձր ծառայությունների համար արժանացել են Հայաստանի Հանրապետության հերոսի կոչման։ Շարլ Ազնավուր, Ալեք Մանուկյան, Քրք Քրքորյան, Էդուարդ Էռնեկյան։